Իսրայել-Հեզբոլլահ հրադադարի մասին Թրամփի հայտարարությունից մեկ օր անց Լիբանանում մեկ տասնյակից ավելի զոհ կա իսրայելական հարվածների հետևանքով։ Տյուրոց քաղաքի հիվանդանոցի մոտակայքում ռումբերի պայթյուններից դեռ ուշքի չեն գալիս լիբանանցիները։ Այստեղ էինք, երեխաները խաղում էին հիվանդանոցի մոտակայքում, սարսափելի պայթյուններ ցնցեցին բոլոր շենքերը։ Ջաբալ Ամել հիվանդանոցի ապակիները կոտրվել են։ Բաժանմունքներում ամեն ինչ տակնու վրա է եղել։ Իսրայելի հայտարարությունները, թե թիրախում բացառապես Հեզբոլլահն է, լիբանանցիները կեղծիք են համարում։ Տեղացիների խոսքով Իսրայելը քաղաքացիական ենթակառուցվածքներն էլ է կրակի տակ պահում։ Սա վերակենդանացման բաժանմունքն է։ Լայնածավալ ավերածությունները ցույց են տալիս Իսրայելի բարբարոսությունը։ Չեմ կարծում, թե հիվանդանոցում մարտիկներ ու հրթիռներ են լինում։ Հիվանդանոցը վիրավորների, հիվանդների համար է։ Թել Ավիվը վստահեցնում է, Հեզբոլլահի նոր հարձակումների դեպքում պատասխան հարվածները Բեյրութին անխուսափելի են լինելու։ Միացյալ Նահանգների խնդրանքով Ցահալը ձեռնպահ է մնում Բեյրութում լայնածավալ հարձակումներից, բացառությամբ թիրախային հարվածների, քանի որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության հասնելու նպատակով։ Եթե իսրայելական բնակավայրերը շարունակեն ենթարկվել հարձակումների, մենք կհարվածենք Բեյրութի դահի հետ հաղամասին, որը Հեզբոլլահի գլխավոր հենակետն է։ Այլևս չի լինելու այնպես, որ իսրայելական բնակավայրերը հարվածների տակ լինեն, իսկ Բեյրութում խաղաղություն լինի։ Վաշինգտոնի հետ բանակցություններում Թեհրանը պահանջում է, որ խաղաղության համաձայնագրում ներառվի նաև Լիբանանը։ Շատ փորձագետներ համոզված են, որ Իրանի հետ համաձայնագիր ունենալու հեռանկարի հույսով է Թրամփը ճնշում Իսրայելին, որ չհարվածի Բեյրութին։ Փոխադարձ հարվածների ֆոնին Իսրայել-Լիբանան նոր բանակցություններ են եղել Վաշինգտոնում։ Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթը հայտարարել է, կողմերն առաջընթաց են գրանցել առանց մանրամասներ հաղորդելու։ Լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյան Ռոյթերզին ասել էր, որ Վաշինգտոնում կփորձեն փխրուն հրադադարն ամրապնդելու ուղիներ գտնել, հնարավոր է փուլային եղանակով։ Փորձագետների գնահատմամբ Բեյրութը փորձում է հասնել նրան, որ Իսրայելը զորքը դուրս բերի հարավային Լիբանանից, որպեսզի ավելի քան 1 միլիոն տեղահանված մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները։ Փոխարենը խոստանում է վերսկսել Հեզբոլլահին զինաթափելու գործողությունները։ Իսրայելն էլ փորձում է երաշխիքներ կորզել, որ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումը կզինաթափվի։ Հեզբոլլահը հայտարարել է, որ հետևում է զարգացումներին, թե մարտադաշտում, թե դիվանագիտական սեղանին։ Մարիամ Ամիրջանյան, Էլենիա Հինյան, Հայլուր։